Բակրատ, իսկ Հայաստանի ներսում իշխանություն եկեղեցի դիմակայությանը հետևում եք, ինչ տպավորություն է։ Անշուշտ որ հետևում ենք, այդտեղ ճիշտ ասած մենք որպես հասարակություն կխոսիմ կամ անձնական կարծիքով ասեմ, թե մենք պիտի դժվարանանք Կաթողիկոսը պաշտպանելու, նկատի ունենալով ոչ թե իրեն զավակ ունի, չունի բարեկամուհի ունի, չունի այդ նյութերեն անկախ, օլիգարխ համակարգի հետ ունեցած սերտ հարաբերությունը, օֆշորային հաշիվներու մասին առաջ բերված բնդումները մեզ համար արդեն բավականին մտահոգիչ էին նույնիսկ այս վերջին ճակատումի փրկումն առաջ։ Հիշենք, որ Թավշյա հեղափոխության անմիջապես հաջորդած էր Կաթողիկոսը հրաժարելու հրավիրող շարժումը, բայց այդ շարժումը կարճ ժամանակի ընթացքին խաղաղեցավ, ասենք, այդ ցայները անլսելի դարձան, բայց այս վերջին արձագանքումներուն անշուշտ մենք լրջորեն կհետևենք եւ մտահոգությամբ կհետևենք, որովհետև խնդիրը կներկայացվի կառավարություն եկեղեցի արձագանքումը լալով, բայց կտեսնենք, որ կամ կզգանք, որ խնդիրը այդպիսին չէ, եկեղեցիի որոշ շրջանակի մահանտեփ է, բայց ցավի սիրտ, սպիրկի մեջ հոգևոր գետրոններ զորակցություն հայտնեցին Կաթողիկոսին, այդ զորակցությունը միգուցե եկեղեցվո միասնության եւ անսասանության բادرվագով ներկայացուցին, բայց կտեսնենք, որ ամեն ինչ այդքան թյուրին պիտի չլա։ Այդքան թյուրին պիտի չլա, Կաթողիկոսը պիտի դժվարանա իր քախը բահելու, երանի թե ամեն ինչ քիչ ավելի համերաշխությամբ տեղի ունենար։ Էրդողանի ճակատագիրը մեզ պետք է հետաքրքրի քաղաքական Բակրատ։ Մենք մի առիթով, Էրդողանի ճակատագիրը, եթե խոսենք քանի մվարգածներու մասին, նախ մեմը նկատի ունենանք 2028-ին թվարկված ընտրությունները, բայց շատ մեծ համոզում կա, որ արդեն նախքան այդ թվականը ընտրությունը անխուսափելի պիտի դառնա։ Եվ Էրդողանը հանգարձակի ընտրության թվականը պիտի ճիշտ է, այն բաղուն երբ համոզվի, որ ինք պիտի կրնա նվաճել դարձյալ այդ աթորը։ Բայց այս հավանականությունը օրստորեն կնվազի, որովհետև շատեր հանրային կարծիքը շոշափելով կհրապարակեն նվազագույն 6-7 միավորով տարբերությունը ի նպաստ ընդդիմադիր կուսակցության։ Միշտ կողմը վարգածներ կա Էրդողանի առողջության մասին, այս առումով ահագին փամփասանքներ, ըսավներ կան։ Մենք էկրանի վրա կտեսնենք, որ Էրդողանը հետսեդե հոգնած է, այդ մենք կտեսնենք, բայց իր կյանքին սպառնացող իր առողջությունը վտանգավոր դարձնող ընթացքը գա, թե չգա, այդ մասին հստակ գաղափարը չունենք, ինչ որ կխոսվի ամենը փամփասանքի սահմանին մեջն են, եւ այսօր վնե այս անկախնիկ չէ, թե նաեւ մանավանդ իշխանական գուսակցության շրջանակներում մեջ կխոսվի, թե ով պիտի հաջորդե Էրդողանին։ Այդ նույնալ օրագարկի վրա է։ Մեկ կողմեն կհիշվի իր որդվույն անունը, Բիլալի անունը, մեկ կողմեն կհիշվի իր Փեսային անունը, եւ գուսակցության մեջ կար շրջանակներ, նույնիսկ այսօրվա արտաքին գործոց նախարար Հական Ֆիդանի անունն կհիշվի այդ առումով, իբրև Էրդողանի հաջորդող, բայց ասոնքալ բոլորնալ վարգածներ են կամ գարձիկներ են։ Մեզ ինձ վստահ եմ ձեզ էլ հետաքրքրում է, թե այդ փոփոխությունները արտաքին օրակարգի վրա ինչ ազդեցություն կունենան։ Բաքու-Անկարա հարաբերությունները ինչ փոփոխություն կկրեն, Երևանի հետ ինչ հարաբերություններ կձևավորվեն,
այդ Ըստ ինձ փոփոխությունը։ այդ տեսակի փոփոխությունը միգուցե ավելի լավ ենթահողմը կպատրաստե Թուրքիա Եվրոմիություն հարաբերություններու մեջ, որովհետև այն բաժարները, որ Էրդողանը հերու բահեցին, ընդդիմադիրները այդ բոլորը հաղթահարելու խոստումի մեջ են։ Կալով Հայաստան-Թուրքիա կամ Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններուն այդ առումով ես մենց ակնկալություններ չունիմ, որ մեծ փոփոխություններ կլա։ Ընդհակառակը այդ մեկը կմնա իբրև pedagogan քաղաքականություն եւ նույնիսկ այսօրվա գլխավոր ընդդիմադիր գուսակցությունը ժողովրդահանրապետականները իշխանության կան նորեն այդ ուղղությունով լուրջ փոփոխություններ չեմ ակնկալեր։ Անձից կախված չէ, ով կլինի Թուրքիայի կառավարության Ոչ, ղեկին։ այո։ Այստեղ քաղաքապարախոսական առումով միայն քրդամետ գուսակցությունը, եթե իշխանություն նվաճե, որ հավանական չերևի, միայն այն ադեմ մենք կրնանք խոսիլ Հայաստան-Թուրքիա հարաբերություններու սերդացման, մդերմացման, մերձեցման մասին։ Շինարարական մոդեցումի մասին, գառուցողական մոդեցումի մասին, այն ադեն կրնանք խոսիլ, որովհետև իրենք իբրև քաղաքապարախոսություն մոդ են այդ բանին։ Բայց այսօր ոչ իշխանությունը, ոչ գլխավոր ընդդիմադիր գուսակցությունը այդ քիծին վրա չեն։ Անոնց հասարակած եզրը հայատյացությունն է միգուցե։ Թուրքիայի իշխանության ձևավորման վրա որ կենտրոնը ունի ազդեցություն, եթե կա այդպիսին։ Ենթադրում եմ պիտի ասեք Վաշինգտոնը, եթե ուզենա։ Միգուցե դերևս քանի թերագադարներու մասին ալ խոսիլ կարելի է, որովհետև Թուրքիան բոլորին այդ որոշ հավասարակշռություններ բահելով գվարե իր ռազմավարությունը։ Եթե Վաշինգտոնի հետ մոդ է, չուզեր Ռուսաստանի հետ հեռու մնալ։ Հետևաբար գործե բոլորին հետ որոշ չափով լեզու բահել, լեզու գտնել, խոսելու առիթ ունենալ։ Չուզեր այդ կողմերեն մեկը գործընծնել։ Ներառյալ Չինաստանի հետ անգամ։ Բայց այս պահուն հասարակությունն այդ ուղղությունով պատրաստեցին հատկապես Գազայի խնդրին առումով Իսրայելի դեմ հակադրվածություն մգա թե իշխանության, թե ընդդիմադիրներու շարքին մեջ, բայց այդ ալ որքանը ցեվական է, որքանը իրական է, վիճելի երևույթ է, որովհետև դակավին Ադրբեջանի նավթը Թուրքիայի ճամփով կխասնի Թել Ավիվ։